Խճաքարերով լցել են, հավանաբար կբերեն ասֆալտը կլցեն, ամենայն դեպս խրամատները այս պահին խճաքարերով լցել են։ Բայց պիտի ասֆալտը պատվի անպայման, թե չէ մի քանի օր հետո էս խճաքարը սաղ թռնելու է, այնքան վրայով ավտոմեքենաներ գնալու գան։ Շիրակացի փողոցն է։ Խրամատները փակել են խճաքարով, էդի լավ է, ողջունելի է, այն որ ասում է չեղածներն էլ քյաբաբը միրգ է։ Երեք ոնց էին խրամատի մեջով այս մարդիկ երթևեկում։ Երեք ստեղ փոսերով էթում էին մարդիկ երեկից, գոնե էլի լծված է։ Փետրվարի 21-ն է, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում ենք, որտեղից երեք ֆոտոռեպորտաժ տեսանք են հրապարակել, որ ահա այս հատվածում ոչ թե մարդաբոյ փոսեր էին, այլ խրամատներ, ու գրեթե ամեն օր առանց չափազանցության Են վերևն է, չէ նույն վիճակը, հա, հեսա կգնա։ Առանց չափազանցության 100-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ վնասում էին կամ ավտոմեքենաների անվահեծանները կոտրվում էին կամ անիվներն էր պայթում։ Երեկվա հրապարակումից հետո այսօր հավանաբար կամ Շիրակի մարզպետարանը կամ Գյումրու քաղաքապետարանը համենայն դեպս բավականին օպերատիվ արձագանքել են, այդ մարդաբոյ փոսերը, խրամատները լցվել է արդեն խճաքարով, բայց ցանկալի է, որպեսզի այս խճաքարի վրա գոնե ժամանակավորապես կատարվի ասֆալտով փոսալցում։ Երեկվա վիճակը, այսօրվանը ոչինչ, ոնց որ գյումրեցիներն էին ասում, չեղած տեղից քյաբաբը միրգ է։
այս խճակարերը մի քանի օր եթե այդպես մնա, ասֆալտապատում չարվի, հավատացեք, այս մեքենաները այնքան են վրայով գնալու կան, այս խճակարերը խափվելու է, դուրս է խափվելու։